Դու վանության ով ես։ Բավանի այս պահին հակակրթության դատարանում քննվում է նրա կալանքի հարցը, ինչ եք կարծում, ինչու հենց այս փուլում խոզարկություն սկսվեց նրա տանը եւ ձերբակալեցին ու հիմա քննվում է կալանքի հարցը։ Դե ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը արդեն պատրաստվում է ընտրությունների եւ բնականաբար ռեպրեսիվ մեթոդաբանությունը, ռեպրեսիվ գործելավոճը նրա քաղաքական գործունեության անբաժանելի մասնիկներից մեկն է, նրան պետք է մինչեւ տոնական օրերը, աման օրը ստեղծել վախի մթնոլորտ, հերթական անգամ այդ վախի մթնոլորտը տարածել հանրության շրջանում եւ բնականաբար հանրության շրջանում վախի մթնոլորտ տարածվելը պետք է ուղեկցվի տարբեր քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների, խոսքս ընդդիմադիրների մասին է, ընդդիմադիրներին ձերբակալումներով, կալանավորումներով եւ իրավական հետապնդումների ենթարկելով։ Այս ամենը սպասելի էր, նորություն չէր եւ նույնիսկ կարելի ասել փոքրինչ ուշացած էր, ես այսպես փորձենք հումորի վերածել եւ ոչ մի անակնկալ այստեղ չկա։ Խաչիկ Մանուկյանը կարծում եմ վերջին ընդդիմադիրը չի լինել ցավոք, որը Խաչիկ Գալստյանը կարծում եմ վերջին ընդդիմադիրը չի լինելու, որը այս պահին ենթարկվում է քաղաքական բռնաճնշումների, հաջորդելու են այլ ընդդիմադիրներ, որոնց միջոցով Նիկոլ Փաշինյանը ելի եմ շեշտում, փորձում է ստեղծել վախի մթնոլորտ, ինչը իր պատկերացմամբ կարող է հիմք հանդիսանալ ապագա ընտրությունների համար իր վերարտադրման անխոչնդոտ անցնելու որպես գրավական։ Դուք նշեցիք, որ սա կարծես թե փոքրինչ ուշացած էր, քանի որ Խաչիկ Գալստյանը մեղադրվում է վաղաշաբաթի ընտրություններում ընտրակաշառք բաժանելում է։ Ինչ եք կարծում, ինչու հենց հիմա հիշեցին, որովհետև ընտրությունները եղան մի քանի ամիս առաջ, Ընդհանրապես ես չեմ ուզում անդրադառնալ մեղադրանքին, որը առաջադրվելու է, որովհետև այլևս կապ չունի, թե մարդուն ինչ մեղադրանքով են դատելու։ Կարևորը այս իշխանությունների համար գտնվի մարդը, մեղադրանքները արդեն նախորդ կազմված են եւ մարդու պարագայում գտնվելու պարագայում միանգամից այդ մեղադրանքները առաջադրվելու են, այնպես որ քննարկել մեղադրանքի բովանդակությունը դա կարծում եմ որոշակի առումով նույնանալու է, որ մտնես այս իշխանությունների հետ քննարկումների իրենց իսկ դաշտում։ Պետք է ընդհանրապես անտեսել առաջադրված մեղադրանքները եւ շեշտադրումները անել քաղաքական հետապնդումների համար, որովհետեւ ակնհայտ է այս ամենը կրում են միայն ու միմիայն քաղաքական բնույթ։ Ինչ եք կարծում, հաշվի առնելով, որ առջևում 26 թվականի ընտրություններն են, նման գործողությունների ձերբակալություններ, խոզարկություններ շարունակական կլինեն։ Կարծում եմ այո, Աստված տա իհարկե սխալվեմ, բայց ունեմ ներքին համոզվածություն ու վստահություն, որ բռնաճնշումները շարունակելու են։ Իհարկե այդ ամենով Նիկոլ Փաշինյանը չի ավելացնելու իր ընտրազանգվածը, որովհետև անհնար է այլևս ավելացնել այն, ինչը գոյություն չունի։ Նրա միակ իրական հենարանը, եթե այսպես վերցնենք ժողովրդի կողմից, փոքր լումպեն հատվածն է։ Նա ոչ թե ցանկանում է այս գործողություններով շահել ընտրողների սիրտը, այլ ինչպես խոսակցության սկզբում ասի, ընդամենը ցանկանում է վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի նույնիսկ ընդդիմադիր հայացքներ ունեցող ոչ քաղաքական գործիչների, այլ հանրության շրջանում ստեղծվի այն տպավորությունը, որ ավելի լավ է մի կողմ քաշված հետևեն քաղաքական գործընթացներին, քան փորձեն ընդդիմանալ Նիկոլ Փաշինյանին։ Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի մոտ այդ ամենը չի հաջողվելու, որովհետև ցանկացած բռնաճնշում ի վերջո հանգեցնում է վակուումի, իսկ այդ վակուումը ունի պայթելու շատ հետաքրքիր ունակություն։ Շնորհակալ։ Ես էլ եմ շնորհակալ։